կմեկնարկի ակցիան։ Սիրելի ընկերներ, նախ շնորհակալություն, որ այսօր այդ բանը այստեղ եք։ Մենք հավաքվել ենք դատարանի առջև, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Երրորդ հանրապետության պատմության ամենախայտառակ, ես չեմ վարանի դա նշել, ամենախայտառակ քաղաքական հետապնդումներից մեկի համատեքստում։ Արդեն գրեթե 2 ամիս է, ինչ կալանավորված են 9-ի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Կալանավորված են այն անձնավորության հաղորդման հիման վրա, ով ընդամենը տարիներ առաջ մայրաքաղաքի կենտրոնում թքել էր քաղաքացու վրա, այդ քաղաքացու կողմից քննադատության արժանանալու համար։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են իրենց քաղաքական հայացքների, իրենց ընդդիմադիր խոսքի, իրենց ընդդիմադիր կեցվածքի եւ քաղաքական սուր քննադատության համար։ Նրանք կալանավորված են այն բանի համար, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը կալանավորված է այն բանի համար, որ եթերում արտաբերել է հետույք բառը։ Հաստատի Հայաստանի Հանրապետությունում այսօր կա քաղաքական բանտարկյալ, ով կալանավորված է այն բանի համար, որ եթերում արտաբերել է հետույք բառը։ Այս համատեքստում, սիրելի հայրենակիցներ, տեղին է վերհիշել, թե գործող ռեժիմի ներկայացուցիչները ինչպիսի բառապաշար են օգտագործում իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Եվ եթե մենք ունենայինք իրապես արդար դատաիրավական համակարգ, ապա այդ անձինք բնականաբար կենթարկվեին պատասխանատվության։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, իր քաղաքական ընդդիմախոսներին, քաղաքական սուր քննադատության եւ ընդդիմադիր կեցվածքի համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության բանտերը լեցուն են քաղաքական բանտարկյալներով։ Կալանավորված են նաև 4 սրբազանները, կալանավորված են նաև համայնքապետեր, բազմաթիվ քաղաքական հասարակական գործիչներ, մեդիա դեմքեր, ինչպես նշեցի, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Եվ ըստ էության Փաշինյանական վարչախումբը փորձ է անում Հայաստանում կառուցել կոշտ ավտորիտար համակարգ։ Իր իհեճուկս նրանց ջանքերի դա նրանց չի հաջողվելու։ Որովհետև ինչպես այս հավաքն է թեկուզ վկայում, Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր անկախ եղանակային պայմաններից պատրաստ են դուրս գալ Երևանի փողոցներ եւ իրենց բողոքի ձայնը արտահայտել ընդդեմ այս ռեժիմին։ Այս ռեժիմը չի կարողանալու մեզ լռեցնել։ Այս ռեժիմը չի կարողանալու վախի մթնոլորտ սփռել եւ լռեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այս ռեժիմը վաղ թե ուշ կնքելու է իր քաղաքական մահկանացուն։ Ազատություն Նարեկ Սամսոնյանին, ազատություն Վազգեն Սաղաթելյանին եւ ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ազատություն, 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 ազատություն։ Շնորհակալություն եւ այժմ կարող ենք շարունակել ճեպազրույցները եւ արդեն ժամը 2-ին կարող ենք գնալ դատական ծրագրի։ Թելեկեթան ներսը կանգնել։ Պարոն Դանիելյան, կմոտենաք